Որոշ աղբյուրների համաձայն ծնեբեկը սիրելի ուտեստ է եղել Հուլիոս Կեսարի համար։ Այն սիրել են նաև Լյուդովիկոս 14-րդը և Թոմաս Ջեֆերսոնը։ Եվ սա պատահական չէ, պարզվում է, ծնեբեկը շատ օգտակար հատկություններ ունի։ Ծնեբեկը պարունակում է ածխաջրեր, կարոտին, կալիումական աղեր, լիզին, ամինաթթուներ, ֆոսֆոր, թիամին, կալցիում, ռիբոֆլավին, ասպարագին, կումարին, սապոնին, փոքր քանակությամբ ալկալոիդներ, վիտամիններ B1, B2, C, PP և պրովիտամին A։ Կանաչ ծնեբեկը պարունակում է հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են յարդում, երիկամներում, մաշկում և ոսկորներում իոնային փոխանակության համար։ Այն նաև նպաստում է արյան կարմիր մարմինների էրիթրոցիտների առաջացմանը։ Ծնեբեկը մեծ քանակությամբ հեղուկ է պարունակում և այդ պատճառով էլ հրաշալի միջոց է համարվում մաքրող դիետաների կազմում։ Այն նաև միզամուղ և արյունը մաքրող միջոց է։ Առհասարակ խիստ օգտակար է օրգանիզմի համար, հատկապես կանաչ ծնեբեկը։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է հիպերտոնիայի, հոդատապի, ռևմատիզմի, երիկամների հիվանդությունների, շաքարային դիաբետի, միզուղիների ախտահարման բուժման, սրտի կծկումների կանոնավորման, ծայրամասային անոթներում արյան շրջանառության լավացման համար։ Ծնեբեկը խթանում է երիկամների աշխատանքը, սակայն չարաշահելու կամ երիկամների սուր բորբոքման ընթացքում այն օգտագործելու դեպքում կարող է գրգռող ազդեցություն թողնել։ Այն նաև պարունակում է քլորոֆիլ, այսպիսով համարվում է արյունաստեղծ հրաշալի բույս։ Օգտակար է ինչպես թարմ վիճակում պատրաստված ծնեբեկը, այնպես էլ պահածոյացվածը, ընդ որում այդ վիճակում անգամ ծնեբեկը պահպանում է իր օգտակար հատկությունների մեծ մասը։ Այսքան դրականի կողքին հարկավոր է նշել, որ ծնեբեք չի կարելի ուտել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման շրջանում, քանի որ այն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։ Ինչպես նաև խորհուրդ չի տրվում ուտել ծնեբեք շաքարային դիաբետի դեպքում։ Չարաշահումը նույնպես կարող է վնասել օրգանիզմին։